Վերջին շրջանում հասարակական տրանսպորտում ներդրված վճարային նոր կարգավորումները ու վերահսկողության խստացումը նկատելի դժգոհություն են առաջացրել քաղաքացիների շրջանում։ Մասնավորապես ավտոբուսներում վճարման գործընթացի շուրջ առաջացած լարվածությունը արդեն վերածվել է մի շարք միջադեպերի, որոնցից մեկը ավարտվել է բռնությամբ։ Ապրիլի 20-ին ժամը 22:23-ին ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում դանակահարել են ավտոբուսի վարորդի։ Միաժամանակ հաղորդում է ստացվել նաև հիվանդանոցից, ու շտապօգնության խումբը տեղափոխել էր 44-ամյա վարորդի կտրած ծակած վնասվածքով։ Նա սպասարկում էր թիվ 8 երթուղին։ Դեպքի վայր ժամանած համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ միջադեպը տեղի է ունեցել վարորդի եւ ուղևորներից մեկի միջև ծագած վիճաբանության ընթացքում։ Նախնական տվյալներով կասկածյալը եղել է ոչ սթափ վիճակում եւ վեճի ընթացքում սուր կտրող ծակող առարկայով հարվածել է վարորդին, ապա դիմել փախուստի։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 22-ին ժամը 16:40-ին իրավապահները հայտնաբերել եւ ձերբակալել են 55-ամյա տղամարդու, ով ունի մշտական բնակության վայր։ Նա կասկածվում է խուլիգանության եւ մարմնական վնասվածք պատճառելու մեջ եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությունը շարունակվում է։ Վճարային նոր կարգավորումների շուրջ առաջացած դժգոհությունները, վերահսկողության խստացումը եւ քաղաքացիների սոցիալական խնդիրները ստեղծել են միջավայր, որտեղ նույնիսկ առօրյա շփումները կարող են արագ վերածվել վտանգավոր բախումների։ Մինչ իրավապահները պարզում են կոնկրետ դեպքի բոլոր հանգամանքները, ակնհայտ է դառնում մեկ բան. առանց համակարգային մոտեցման եւ կանխարգելիչ քայլերի նման միջադեպերը կարող են շարունակական բնույթ կրել, սպառնալով ինչպես վարորդների, այնպես էլ ուղևորների անվտանգությանը։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ այս պահին կարևոր է իմանալ էջն է, որի շրջանակում մենք բարձրաձայնում ենք հենց ձեր կողմից ներկայացվող խնդիրները։ Այս պահին հենց խնդրի քննարկման համար մենք տաղավարում հյուրընկալել ենք Տիգրան Սարգսյանին, փաստաբան, իրավունքի համահայկական կենտրոնի հիմնադիր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեզ շնորհակալություն եմ հայտնում մեր հրավերն ընդունելու եւ հերթական անգամ մեր տաղավարում այստեղ գտնվելու համար։ Դիտում ենք տեսանյութը, հասկանում թե քաղաքացին այս անգամ ինչ խնդիր է ներկայացնում, որից հետո շարունակում քննարկումը տաղավարում, խնդրեմ։ Իմ որդին ծնվել է Շվեյցարիայում, հետագայում վերադարձի փաստաթղթով վերադարձել ենք Հայաստան, սակայն նա երբևէ անձնագիր չի ունեցել, որևէ պետական մարմնում հաշվառված չէ։ Բնականաբար նաև չի ծառայել բանակում, ներկայումս 24 տարեկան է։ Խնդրում եմ պարզաբանել, ինչ քայլեր պետք է ձեռնարկեմ այս իրավիճակում եւ ինչ խնդիրների կարող ենք բախվել, եթե օրինակ պարզվի, որ նա չունի որևէ քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, չունի անձնագիր։ Բացի այդ, եթե նա ցանկանա վերադառնալ Շվեյցարիա եւ այնտեղ ստանալ քաղաքացիություն, ապա ինչ քայլերի հաջորդականություն պետք է իրականացվի։ Շնորհակալություն։ Պարզվում է քաղաքացին 24 տարի ապրել է Հայաստանի Հանրապետությունում, երևի մանկապարտեզ, դպրոց գնացել եւ այդպես էլ որևէ փաստաթուղթ ձեռք չի բերել եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի դարձել որպես այդպեսին։ Նմանատիպ իրավիճակների հանդիպել եք։ Շատ։ Ցավոք սրտի մեր պետությունում, Հայաստանում եւ Հայաստանից դուրս հազարավոր Հայաստանում էլ կան տղաներ, ովքեր ծննդյան վկայականով հասնում են մինչև 30 քանի տարեկան։ Պատճառը վախն է զինծառայությունից։ Նրանք, ովքեր ապրում են Հայաստանում, միանշանակ կարող ենք ասել, որ զինծառայությունից վախն է։ Նրանք, ովքեր դրսում են ապրում, իրենք հայկական անձնագրեր կարողացել են ստանալ առանց զինվորական հաշվառման մինչև 16 տարեկան, բայց դրանից հետո պետությունը պահանջում է կանգնել զինվորական հաշվառման եւ իրենք դրանից խուսափելու համար չեն հաշվառվում, հետեւաբար չեն կարողանում ստանալ հայկական անձնագիր։ Շատերը անձնագիր ունենալը նաեւ կապում են քաղաքացիության հետ։ Ինքը ասում է, ես քաղաքացի չեմ։ Իրականում քաղաքացի են, ուղղակի չանձնագրավորված։ Օրենքի ուժով համարվում են քաղաքացի։ Մեր օրենսդրությունը նախատեսում է, եթե այո, ծնվել ես Հայաստանում, Հայաստանի քաղաքացի ես։ Նույնիսկ եթե Հայաստանից դուրս ես ծնվում, բայց ծնվելու պահին երկու ծնողները լինում են Հայաստանի քաղաքացի, համարվում ես Հայաստանի քաղաքացի։
Միայն այն դեպքում, երբ ծնվում ես դրսում եւ մի ծնողդ Հայաստանի քաղաքացի է, մեկը այլ, դու ունես ընտրելու իրավունք, որ պետության անձնագիրը առաջինը վերցնես, դրա քաղաքացին կլինես։ Հիմա տղան, ով վերադարձել է, ինքը բնականաբար Հայաստանի քաղաքացի է։ Հակառակ դեպքում մեր հայկական դեսպանատունը չէր տա վերադարձի վկայական։ Դա տրվում է քաղաքացիներին եւ այդ վկայականը տրման պահից 1 ամիս է ուժի մեջ, ապահովում է միայն քաղաքացու վերադարձը Հայաստան։ Ապա Հայաստանից դուրս գալ չի ապահովում։ Հայաստանից դուրս գալու համար ինքը պետք է ունենա անձնագիր։ Եթե ունենա որևէ այլ պետության անձնագիր, կրկին կարա դուրս գա։ Խնդիր չէ։ Ուղղակի ինքը այս պահին չունի տարբերակ եւ ստիպված պետք է վերցնի հայկական անձնագիր։ Ինչու ստիպված, թող վերցնի։ Բայց պետք է գիտակցի, որ հայկական անձնագիր ստանալու դեպքում ինքը պետք է կանգնի զինվորական հաշվառման, իսկ այդ տարիքում ինքը զորակոչի ենթակա է մինչև 27 տարեկան եւ ստանալով անձնագիր զին հաշվառման կանգնելով ինքը պետք է մասնակցի հերթական զորակոչին, առողջական վիճակով պիտանի ճանաչվելու դեպքում պետք է մեկնի ծառայի, կատարի հայրենիքի առաջ։ Եթե ոչ պիտանի ճանաչվի, բնականաբար կստանա տարկետում կազմագրավորվի։ Պարոն Սարգսյան, իսկ այն, որ փաստացի մինչ 24 տարեկանը նա չի ծառայել, նրա հանդեպ քրեական գործ հարուցելու մտավախություն ունեն նաև ծնողները, նման վտանգի առաջ չեն կարող կանգնել։ Ոչ, սա համատարած տրվող հարց է։ Նաև դրսում բնակվող հայերի համար շատ անհանգստացնող է։ Ոմանք ունեն այլ պետության անձնագրեր, ցանկանում են գալ, ասում են կարող են մեզ տանեն բանակ կամ մեղադրեն, որ նախկինում չենք հաշվառվել։ Տղաներ կան, որ Հայաստանում ծննդականով ապրում են 27-ն անցած է եւ իրենք առանց խնդրեմ կարող են իրենց խնդիրները լուծել, բայց ասում են կարող է գնանք զինկոմիսարիատ եւ մեղադրեն նախկինում չհաշվառվելու համար։ Նայեք, զին ծառայության համար նախ պետք է զինվորական հաշվառման կանգնած լինես։ Եթե հաշվառման ես կանգնած լինում ու չես գալի, դա համարվում է հանցանք։ Պատկերացրեք, զինվորական հաշվառման են կանգնում, 18-ը լրանում է եւ զորակոչին չեն գալի։ Այդ դեպքում պետությունը իրենց մեղադրում է, համարում է, որ իրենք հանցանք են կատարել։ Արկա է լինում հետախուզում եւ բոլոր գործիքակազմերը, որոնք այդ պահին պետք է ներդրվեն։ Իսկ եթե տղաները հաշվառման չեն կանգնել, պետությունը իրենց չի մեղադրում, համարում է, որ իրենց արարքներում հանցակազմ չկա։ Այդպիսին է մեր պետության դիրքորոշումը։ Իհարկե քրեական օրենսգիրքը կարող են տարբեր ձև մեկնաբանել, բայց այս պահին այդպես է դիրքորոշումը։ Եվ այն տղաները, ովքեր հատկապես դրսից Սփյուռքից մեզ նայում են, դիտում են, ցանկանում են բոլորին տեղեկացնել, որ եթե դուք ունեք որևէ պետության անձնագիր եւ Հայաստանում զինվորական հաշվառման կանգնած չեք եղել, ցանկացած տարիքում շատերին թվում է պետք է սպասեն 27 լրանա նոր գան, ոչ, ցանկացած տարիքում իրենք առանց խոչընդոտ կարող են գալ գնալ Հայաստան, հարցնում են արդյոք սահմանապահը մեզ կարող է կանգնեցնել։ Սահմանապահը կանգնեցնում է միայն այն դեպքում, երբ դուք քրեական գործով ունենում եք կարգավիճակ, մեղադրյալի կարգավիճակ, ձեր ելքը մուտքը փակ է լինում կամ հետախուզման մեջ եք լինում։ Հարցնում են հնարավոր է մեզ հարկադիր տանեն հաշվառման։ Նշեմ, որ օրենսդրությամբ նման կարգ նախատեսված չէ, հնարավոր չէ նման բան անել։ Զինվորական հաշվառման տղաները կանգնում են կամավոր։ Մի քիչ հետաքրքիր է հնչում, համ պարտավորություն է դա, համ կամավոր են կանգնում։ Իրականում զինծառայողի կարգավիճակի մասին օրենքը նշում է, որ պարտավոր են իրենք հաշվառվել, բայց հետևանքներ չի նախատեսում։ Եվ եթե մեր տղաները չհաշվառվեն, իրենց նկատմամբ որևէ բացասական հետևանք չի առաջանում, ինչի են իրենք հաշվառվում, որովհետև դպրոցում սովորելու ընթացքում տնօրենների վրա եւ նաեւ զինղեկերի վրա դրված է պարտավորություն տղաների ներկայացնել զինվորական հաշվառման։ Անձնագիր ստանալու դեպքում անձնագրային բաժինը պահանջում է տեղեկանք զինկոմիսարիատից։ Դեսպանատնից, եթե ցանկանում են անձնագիր ստանալ, դեսպանատունը ներկայացնում է փաստաթղթեր ստորագրման համար, նաև պարտավորագիր եւ այդ ճանապարհով կանգնացնում է զինվորական հաշվառման։ Համալսարան ընդունվել, աշխատանքի ընդունվել, բոլոր այդ դեպքերում պահանջվում է կցագրման վկայական եւ մեր տղաները կամավոր, չնայած ինքը պարտադրանք է, պարտադիր է, բայց իրականում կամավոր, այլ տարբերակ հնարավոր չէ։ Ներկայանում են զինկոմիսարիատ եւ հաշվառումը միայն դիմում ներկայացնելով չէ, իրենք պետք է անցնեն բույսզնություններ, ինքնակենսագրություն է ներկայացվում, անձնական թերթիկ է լրացվում, բնութագրեր եւ այդ ամբողջ գործընթացը ավարտելուց հետո նոր իրենք համարվում են հաշվառված։ Հաշվառվելուց հետո 18 լրանալուց հետո չգալը առաջացնում է քրեական պատասխանատվություն։ Հակառակ դեպքում խնդիր չկա։ Այո, այլ կերպ ասած, որպեսզի մեր քաղաքացիների համար շատ պարզ եւ ընկալելի լինի, պետք է արձանագրենք, որ քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել այն քաղաքացին, ով հաշվառվել է եւ չի ներկայացել։
Եվ այդ հաշվառվելը շատերը զանգում են իմ տղան հաշվառվել է, պատկերացնում եք իրենք հաշվառվել ասելով հասկանում են տատիկի տանը հաշվառվել։ Մենք նշենք, որ հատուկ զինվորական հաշվառման կանգնած լինելը։ Շատերն ասում են հաշվառված։ Դա գրանցումը չէ։ Հա, գրանցումը չէ։ Պետք է հենց զինվորական հաշվառման կանգնած լինեք։ Շատ լավ։ Ես մի փոքր մեր քաղաքացու հեռախոսազանգի շարունակության մասին եմ ուզում խոսել, որի մասին ռեպորտաժում չկար։ Քաղաքացին նշեց նաև, որ օրեր առաջ Պարեկային ծառայությունը կանգնացրել է մեքենան, որի ղեկին եղել է հենց իր որդին, եւ հնարավոր չի եղել որդուն նույնականացնել, դրա համար իրեն հրավիրել են ոստիկանության բաժանմունք։ Մտավախությունն ուներ, որ գնալուց հետո կրկին կարող է որոշակի անբարենպաստ հետևանքների հանդիպել եւ բացահայտվել այն հանգամանքը, որ ինքը փաստացի ունի անձնագիր։ Ինչ քայլերի կարող է նա դիմել, գնալ, չգնալ, կամ գնալ եւ անձնագրային գործողությունը սկսել։ Այ ինչ ենք խորհուրդ տալիս մենք իրավաբաններս այս պահին։ Մենք տղային տեղեկացնենք, որ ինքը հանցանք չի կատարել, այսինքն զինվորական հաշվառման չկանգնելը մեր գործող օրենսդրությամբ եւ իրավակիրառ պրակտիկայով հանցանք չի համարվում։ Եթե ինքը հանցանք չի արել, հետեւաբար ինքը որևէ պատասխանատվության պատժի չի ենթարկվելու, իրեն մեղադրանք չի առաջադրվելու։ Պարեկային ծառայողները բնականաբար ճիշտ են արել, որ տարել են բաժին, որովհետև անձի ինքնությունը հրավիրել են, որպեսզի նույնականացնեն։ Հիմա բնականաբար ստացվել է, նույնականացրել են, հասկացել են պատճառը, վերադարձի վկայականով է եկել, անձնագրավորված չի, դրանից հետո իրեն թողել են։ Հիմա տղան, եթե շարունակի այսպես ապրել առանց անձնագիր, իրեն որևէ մեկը չի հետապնդելու։ Որևէ մեկը չի հետամտնել։ Հիմա դա լավ է, վատ է, օրենսդրությունն է։ Վերջի անձնագիր չստանալու համար էլ նա չի կարող պատասխանատվության ենթարկել։ Խնդրում եմ ֆիքսեք սա։ Իհարկե դա չի խրախուսվում։ Լավ կլինի, որ Հայաստանի քաղաքացիները անձնագրավորվեն եւ պարտավորությունները պետության առաջ կատարեն, բայց ամեն դեպքում օրենսդրությունը չի նախատեսում պատասխանատվություն եւ եթե ինքը մինչեւ 27 տարեկան անձնագրավորվում է եւ զին հաշվառման է կանգնում, ինքը ենթակա է զորակոչին մասնակցելու եւ պիտանի ճանաչվելու դեպքում նաեւ պետք է մեկնի պարտադիր զինվորական ծառայության, եթե մինչեւ 27 տարեկանն է անձնագրավորվում եւ զինվորական հաշվառման կանգնում։ Եթե ինքը 27 տարեկանից հետո է կանգնում զինվորական հաշվառման եւ անձնագրավորվում, այս պահին գործող օրենսդրությամբ ինքը պարտավորություն չի ունենում զինծառայության։ Շատ լավ։ Ես ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել, որ յուրաքանչյուր մարդու կյանքի համար կարևոր է կյանքի որակը։ Սովորել, կրթություն ստանալ, բժշկական կենտրոններից օգտվել, ծառայություններից օգտվել, պետության կողմից սահմանված ծրագրերից օգտվել եւ այդ բոլոր գործողությունները փաստացի կարող է իրականացնել այն քաղաքացին, ով անցել է զինվորական ծառայությունը, չի խուսափել հաշվառումից եւ իր պարտքը կատարել է պետության նկատմամբ։ Այ մենք քննարկեցինք բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիներն ապրում են վախի մթնոլորտում, վախենում են, որ հանկարծ մի օր մի խնդիր կլինի։ Հորդորում ենք չվախենալ, ներկայացնում ենք իրավական բազմաթիվ այսպես աջակցող նորմեր, բայց միևնույն ժամանակ այդ վախի զգացողությունը չունենալու համար յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ կա պարտք, որ պետք է տալ պետությանը։ Ես հասկանում եմ բոլոր այն ծնողներին, ովքեր վախի զգացողություն ունեն։ Մենք պատերազմող երկիր ենք եղել տարիներ շարունակ, մենք ունենք վտանգ առ այսօր եւ յուրաքանչյուր ծնող այսօր այս պահին մտածում է իր երեխայի համար, բայց մի փոքր պետք է մտածողությունը ընդլայնել եւ մտածել ավելի լայն թերևս։ Եթե թույլ կտակ, ես նույնիսկ օրինակ բերեմ, շատ տղաների ես օգնել եմ 27 տարեկանից հետո իրենք կանգնել են զինվորական հաշվառման, անձնագրավորվել են եւ ազատվել են ծառայությունից, բայց գերակշիռ մասը ափսոսել է, որ ինքը երկար ժամանակ ապրել է թափառականի կյանքով առանց փաստաթուղթ։ Տղաներ կան ուղիղ մեղադրել են իրենց ծնողներին, որ իրենք չեն ստացել կրթություն։ Իրենք ամուսնության հետ կապված խնդիրներ են ունեցել, կամ չեն ամուսնացել, կամ չեն գրանցել ամուսնությունը։ Երեխաները ծնվել են, հայրություն ճանաչելը խնդիր ա եղել, գրանցված աշխատանք, կենսագրություն, փորձառություն չեն ունեցել, եւ իրենք ուղիղ մեղադրում են իրենց ծնողներին այդ վախերի համար, այդ վախերի պատճառով իրենք իրենց տղաներին շատ վնաս են տալիս, պետք չէ։ Պետք չէ, չի կարելի, հա, եւ շատ դեպքերում ավելի շատ են վնասները եւ ավելի շատ են վտանգները առանց անձնագիր, առանց փաստաթուղթ ապրել մինչեւ 27 պլյուս, քան ուղակի պարտքը կատարել եւ ծառայել։
Այո, շնորհակալ եմ ձեզ մեզ մեր հրավերը չմերժելու եւ այստեղ գտնվելու եւ այսչափ կարեւոր տեղեկատվություն մեզ հետ կիսվելու համար։ Իսկ ես հիշեցնում եմ մեր քաղաքացիներին, որ այնինչ որ այստեղ քննարկվում է, կարեւոր է իմանալ։